Մեր ձևով շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը որոշել է անդրադառնալ Հայաստանի դպրոցների վիճակին ու ճակատագրին։ Առաջին հայացքից սա նորմալ է, բայց աննորմալ է այն, որ Նարեկ Կարապետյանը որոշել է հարցին անդրադառնալ որպես հենց նոր քաղաքականություն մտած մի անձնավորություն, որը մինչ այդ զբաղվել է միայն բիզնեսով, Կարապետյաններն էլ ընդհանրապես կապ չի ունեցել քաղաքականության հետ։ Դա այդպես չի։ Փաստ համար 1. Նարեկ Կարապետյանը հանդիսանում է Սամվել Կարապետյանի եղբոր որդին։ Իսկ ով է այդ եղբայրը, ում որդին հանդիսանում է Նարեկ Կարապետյանը։ Կարեն Կարապետյանը, նկարում պատկերված մարդը, ով երկար տարիներ եղել է հանրապետական խմբակցության падգամավոր, եղել է հանրապետական խմբակցության ղեկավար, հետո եղել է ոչ ավել ոչ պակաս Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Ու այստեղ արդեն մենք հա որ պետք է հարցեր ուղենք պարոն Կարապետյանին։ Հարց համար 1. Ինչու էին ձեր հայրն ու Սերժ Սարգսյանը Աբովյանի թիվ 2 դպրոցը թողել այսպիսի կիսաքանդ վիճակում, որ մենք էինք ստիպված այն նորոգել։ Ինչու էին ձեր հայրն ու Սերժ Սարգսյանը Գյումրու Զանգակ մանկապարտեզը թողել այս դոմիկային վիճակում, որ մենք ստիպված էինք վերակառուցել։ Ինչու էին ձեր հայրն ու Սերժ Սարգսյանը 37 տարի Ալագյազը թողել առանց մանկապարտեզի եւ նոր միայն այնտեղ երեխեքը մանկապարտեզ ունեն։ Ինչու էր որ Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը դոմիկային էր ձեր հոր ու Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում։